սրանք ոչ թե մի բանը խոստանում են ու չեն կատարում, նոր անցնում են մյուսին, այլ բոլորը խոստանում են միաժամանակ ու ձախ հողում են միաժամանակ։ Այս մետրոյի նոր զավոդների հետ մեկտեղ էլ որոշել են Դիլիջանի թունելի կողքը մի հատ էլ թունել սարքել։ Դե ասում են գործողը պետք է վերանորոգենք, բայց ավելի լավ է մի հատ էլ սարքենք։ Ինչ կա դրա մեջ։ Կսարքի։ Իհարկե կսարքի։ Այդ Նիկոլը երբ իր խոսքի տերը չի եղել, որ Ազգային ժողովի ԿՊԱ-ական փոխնախագահն ասում է, եթե հիմա խաղաղության խաչմերուկը աշխատեր, միլիարդավոր դոլարներ կանցնեին Հայաստանով։ Արշակյանին կոչ եմ անում սա սարքել գրառումների շարք ու բոլոր նախագծերին անդրադառնալ։ Եթե հայկական կենցաղային տեխնիկայի գործանը աշխատեր, միլիարդներ կաշխատեինք։ Եթե բալոնների գործանն աշխատեր, միլիարդներ կշրջանառվեին։ Եթե տրակտորների գործարանը, լիֆտերի գործարանը ու այսպես երկար եթեներով լցներ 15 միլիարդ դոլարանոց քաղաքը, որ կառուցվեր, բա ի՞նչ կլիներ Արշակյան։ 23 թվականի դեկտեմբերին, երբ տիեզերք արձակվեց Հայաստանի առաջին հայրենական արբանյակը, որի շուրջ կարծեմ քրեական գործ կա կոռուպցիոն հատկանիշներով, շատերն էին հարցնում. հիմա ինչ պիտի անի այդ արբանյակը։ Ասեմ ինչ պիտի անի։ Այսքան ներդրում, որ Հայաստան է բերել Նիկոլը, 30 միլիարդ դոլարից ավելի, դրանք բոլորը վերևից հսկելու է։ Այդ արբանյակը տիեզերքից նկարելու է ներդրումային Նիկոլի հեղափոխությունը։